Տաճարի հատակագիծը վերջնական տեսք է ստացել 7-րդ դարում։ 982 թվականին արաբ Աբլահաջ Ամիրան անգամ իջեցրել է գմբեթի վրայի խաչը։ 7-ից 15-րդ դարերի վերանորոգումների մասին գրեթե ոչինչ չի պահպանվել, իսկ մոտ 10 դար տաճարը մնացել է անխնամ։ Սա մեզ համար կարևոր խորհուրդ ունի այն առաքելությամբ, որ այստեղ է հաստատվել Սուրբ Էջմիածինը, այստեղ է իջման Սուրբ Սեղանը, որտեղից եւ նաեւ աշխարհասփյուր հայությանը բաշխվում է Մայրաթորի օրհնությունը։ Մայրաթորը նաեւ աշխարհասփյուր հայության համար համախմբող խորհուրդ եւ զորություն ունի եւ ամբողջ հայության հայացք ուղղված է դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Վաղարշաբաթը ծանր հարվածներ է կրել նաև Շահ Աբասի օրոք։ Աբասը ցանկացել է տաճարն ամբողջությամբ նվիրել Հռոմի Պապին։ Պարսից իշխանն ուզում էր ոչ միայն թալանել քաղաքը, այլև քանդել տաճարը եւ քարերը տեղափոխել Պարսկաստան, այնտեղ նոր եկեղեցի կառուցելու համար։ Նա պնդում էր, որ այդ կերպ կջնջվի հայերի հայրենիք վերադառնալու հավատը։